Լուսավոր Հայաստանը նախընտրական հանդիպումները խորհրդանշական վայրերում է կազմակերպում, քարոզարշավը որոշել են իրականացնել ոչ ավանդական ձևով, նախօրեին եղել են Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց, հայտարարել, որ հունիսի 7-ի քվեարկությամբ ժողովուրդը կարող է ունենալ անկախ դատական համակարգ։ Այսօր էլ հարկադիր կատարումն ապահովող ծառայության շենքի դիմաց էին հավաքվել, որտեղ հանդիպել են արդարադատության նախարար Սրփուհի Գալյանին։ Մարուքյանն ու Գալյանը սուրճ բանավեճի են բռնվել, թեմաներից մեկն էլ վերջերս Վեդիում տեղի ունեցած դեպքն էր։ Նախարար նորա մանկապղծության դեպք բացահայտել այս երկրում, որը կոծկվում էր, երեխա իրավունքներից ոնց է նախարարը խոսում, այդ այն դեպքում, որ կոծկվում էր, լրագրող Սյուզին Բադոյան այդքան չպայքարեր, չէր բացահայտվելու, չէին մարդկանց աշխատանքից ազատելու, պաշտոնան կանելու, լավ էլի։ Աղբոտս եվրոպական չափանիշները Անտոնիո Կոստայի ելույթներով չեն, ոչ թե Ուրսուլա ֆոն դեր Լայանի, այլ կոնկրետ ինստիտուտներով են։ Իրենց կողմից խնդրի բարձրաձայնումը արագացրեց գործի Այսինքն, բայց պետք է կայծակնային այդ մարդիկ գործից հանված են, տիկին նախարար, կայծակնային։ Այսինքն լրագրողները, որ ձեզանից ոչ մի պարգևաճար չեն ստանում, այդ մարդիկ չլինեին, իդիլիայի մեջ կարող ենք ապրել, որտեղ չլինեն սեռական բռնության հետ կապված դեպքեր։ Ոչ, ես պատժի անխուսափելիությունից եմ խոսում, տիկին նախարար։ Ես պատժի անխուսափելիությունից եմ խոսում, որ գործը կոծկում էին, փակում էին, եւ դա տեղի ունեցավ։ Պատժի անխուսափելիությունը ապահովող ինստիտուտներից մեկն է։ Միայն խեղճ ու կրակ մարդկանց, միայն խեղճ ու կրակ մարդկանց։ Ոչ, սիրելի խեղճ ու կրակ մարդկանց։ Որևէ մեկը ձեզանից խեղճ ու կրակ չէ։ Դուք Հայաստանի Հանրապետության լիիրավ, լիարժեք։ Սա լավ ելույթ էր, բայց իրականության հետ աղերսներ չունի։